Ալո։ Բարև ձեզ, բանկից ենք զանգահարում, ձեր անունով փորձում են վարկ ձևակերպել։ Հիմա ձեզ կոդ կուղարկենք, շտապ ասեք թվերը, գործընթացը կանգնեցնենք։ Համոզիչ չէ, սակայն որևէ բանկ ձեզնից երբեք կոդ չի պահանջի։ Ինձ զանգահարել էր կիբերհանցագործը եւ սա հանցագործության մեխանիզմներից միայն մեկն է։ Մի քանի 100,000-ից մինչև մի քանի միլիոն դրամ են մարդիկ պարտավորվում վճարել կիբերհանցագործների փոխարեն։ Մեր զրուցակցի անունով օրինակ 900,000 դրամի վարկ են ձևակերպել, գումարը հափշտակել։ Զանգող անձնավորությունը շատ լավ տիրապետում է բանկի խոսելավոճին, տեղեկացված է ամբողջ ծրագրից ամեն ինչից։ Կիբերհանցագործը զանգահարել էր բանկի հեռախոսահամարին շատ նման համարից։ Մեր զրուցակցին ասել, թե ինչ քայլեր ձեռնարկի, որ չեղարկի վարկի ձևակերպումը։ Իսկ երբ Խարդախը հասել էր իր նպատակին եւ հափշտակել գումարը, տուժողին արդեն իրական բանկից էին զանգահարել։ Ինչի համար են բանկից ինձ զանգում գործարքից, թեկուզ 15-20 րոպե կամ 30 րոպե հետո, որ կարելի է նույն պահին տեղեկացնել, երբ որ այդ պահին է իրանց մոտ երևում, որ բրաուզերը փոխվել է, մուտք են գործել, վարկը ձևակերպել են, գցել են քարտին, դոլարի վերացել ու դուրս է եկել երկրից արդեն։ Տվյալ բանկի հաճախորդ այլևս չհամարվելու համար մեր զրուցակիցը վերավարկավորվել է, այսինքն մեկ այլ բանկից վարկ է վերցրել, որով փակել է կիբերհանցագործի ձևակերպած վարկը։ Խարդախները տարբեր մեթոդներով են կարողանում մարդկանց անունով վարկեր ձևակերպել։ Օրինակ առաջարկում են մասնակցել հարցման եւ ստանալ գումար, որտեղ էլ լրացնելով բանկային կամ անձնական տվյալներ, մարդիկ հայտնվում են կիբերհանցագործի թակարդում։ Տարաբնույթ մեխանիզմներով տուժած անձինք բողոքի ակցիաներ են սկսել, ասում են հայտնվել են ծանր ֆինանսական բեռի տակ։ Կորցրել եմ 10 միլիոն դրամ։ Այսօր 11 ամիս է, ոչ մեկ ուշադրություն չի դարձնում իմ հարցին։ Ձևակերպվել է 8 միլիոն 560,000 վարկ։ Լավ, վարկը ձևակերպեցին։ Ավանտ ինչու է խզում առանց հաստատման։ Էդ եմ ուզում ճշտել։ Ցուցարարները խնդրում եւ պահանջում են ուշադրություն դարձնել իրենց գործերին, պաշտպանել քաղաքացիների իրավունքները։ Մարդիկ խաբվել են, ընկել են ծուղակը ու հիմա անընդհատ պետական այս մարմնի կամ այն մարմնի կողմից լուսանցքի ծուղակի դուրս են մնում, որևէ մեկը պատասխանատվություն չի ստանձնում, որ այս քաղաքացիների իրավունքը այնուամենայնիվ պետքա վերականգնվի։ Ցուցարարները իրենց դիմում բողոքներն են մուտք արել կենտրոնական բանկ։ Հիշեցնենք, հարցում էինք ուղարկել գլխավոր դրամատուն, իմանալու արդյոք հնարավոր է միջամտեն, որ տուժողները չվճարեն կիբերհանցագործության հետևանքով ձևակերպված վարկերը։ Ստացանք այսպիսի պատասխան։ Զեղծարարության արդյունքում ձևակերպված վարկերի հավաքագրման մոտեցումները կախված են յուրաքանչյուր առանձին դեպքի վերաբերյալ վարկ տրամադրող կազմակերպությունների եւ վարկառուների գործակցությունից, իրավապահ մարմինների գործողություններից եւ հնարավոր դատական ակտերից։ Զեղծարարությունների, սպառողների պաշտպանությանն առնչվող հարցերը մշտապես գտնվում են կենտրոնական բանկի ուշադրության կենտրոնում։ Կենտրոնական բանկը շարունակաբար վերահսկում է ֆինանսական կազմակերպությունների գործունեությունը եւ սահմանված անվտանգության ապահովման պահանջների անհամապատասխանությունների դեպքում ձեռնարկում է օրենքով մանված համապատասխան միջոցներ։ Ցուցարարները գլխավոր դատախազությունից պահանջել էին հանդիպում։ Նրանց ընդունել են խոստացել ծանոթանալ բոլոր դեպքերին եւ օրենքի շրջանակում փորձել լուծում տալ։ Կիբերհանցագործների ձևակերպած վարկերից հարյուրավոր տուժողներ կան, դատարաններում կան գործեր։ Վարկային պայմանագրի առկայության դեպքում, թեև վարկային պայմանագիրը անձի կողմից չի ստորագրվել, անձի կողմից չի ձևակերպվել եւ անձը այդ գումարը չի ստացել, սակայն ձևակերպված է կոնկրետ նրա անվամբ։ Եվ պահանջի իրավունքը բանկի համար ծագում է հենց այդ կետից։ Եթե անձի անվամբ է, հետևաբար բանկը պահանջում է գումարը անձից եւ անձը չվճարելու պայմաններում դասակարգման է ենթարկվում, դա ավտոմատ համակարգ է, որը գործում է եւ զիջումները ամեն դեպքում այդ առումով չեն գործում։ Եթե հանցագործը հայտնաբերվում է, սակայն չի ունենում միջոցներ հատուցելու վնասը, քաղաքացին ստիպված մարում է վարկը, քանի որ այն իր անվամբ է ձևակերպված։ Քննչական կոմիտեից տեղեկացնում են, քաղաքացին կարող է վարկը չվճարել, օրենքի շրջանակում այդ հարցը լուծել, սակայն պետք է սպասի մինչև վարույթի ավարտը։ Դիմել են բանկ խնդրանքով, որ գոնե տոկոսները սառացրեք, մինչև հասկանանք, քրեական վարույթը կավարտվի նոր, 11 ամիսով քրեական վարույթը ոչ մի քայլ առաջ չի գնացել։ Քննիչի փոխանցմամբ վարույթը կարող է երկար տևել, հաշվի առնելով հանցանքի բարդ մեխանիզմները։ Նման խնդիրների դեմ պայքարելու համար Արաս Խանյանը մի օրինակ է ներկայացնում։
Կան երկրներ, որտեղ առցանց տարբերակով առանց անձի ֆիզիկական ներկայության տրամադրվող վարկերի դեպքում սահմանաչափը վարկային իջեցվում է մինչև որոշակի գումարի եւ դրանից հետո վարկ ցանկանալու դեպքում անձը կարող է արդեն ստանալ միայն այն դեպքում, երբ ֆիզիկապես դիմի բանկ եւ բանկը արդեն անձի նույնականացումը իրականացնի վերջինիս ֆիզիկական ներկայության պայմաններում։ 2020 թվականին, երբ կորոնավիրուս էր տարածված, բանկերը քաղաքացիներին հնարավորություն տվեցին առցանց վարկ ստանալ հեշտացված կարգով։ Այսօր, երբ մեծ ծավալի չարաշահումներ կան, պետք է վերանայել պրակտիկան, նշում է մեդիա փորձագետը։ Այնպես անել, որ ավելի խիստ հսկումներ լինեն, որ վարկ ավելի երկար տևի, օրինակ հաստատվի հաջորդ օրը ենթադրենք, որպեսզի եթե նույնիսկ մարդը հանցագործության զոհ է տալիս, դառնում կամ ուշ է կռահում, որ այսպիսի բան եղել, իրեն ծանոթություններ կան մի քանի աստիճան, որ դուք հաստատ ուզում եք եւ այդ ծանոթությունները կան այլընտրանքային ճանապարհներով, այսինքն այն որ չափազանց հեշտացված ու արագ էր այս process-ը, դա կարծում եմ սկսել է արդեն աշխատել մեր դեմ եւ եթե ժամանակին տեղիներ եւ ողջունելի, այսօր դա վտանգավոր է դարձել։ Տեխնոլոգիական զարգացմանը զուգահեռ փոխվում են նաև կիբերհանցագործության մեխանիզմները, դառնալով ավելի պրոֆեսիոնալ իրականությանը մոտ։ Համացանցում այսօր հնարավոր է տարբեր գայթակղիչ հրապարակումներ տեսնել, ներդրումներ կատարելու առաջարկներից մինչև մատչելի առևտուր, որոնց վերջնական նպատակը մարդկանցից գումար հափշտակելն է։ Մեդիափորձագետը նշում է, այնինչ նախկինում այլ երկրներում էր տեղի ունենում, ներկայում մեզ մոտ է տարածված, ինչը մի քանի հանգամանքով է պայմանավորված։ Օրինակ, մարդիկ սկսել են առցանց գնումներ կատարել, իրենց քարտերը չեն վախենում որևէ ծառայության կցել։ Պլյուս ավելացել է հանցագործների գործիքակազմը, այսինքն հիմա Google Translate-ը նույն կամ AI գործիքները ֆանտաստիկ թարգմանություններ են անում եւ օտարերկրյա նույնիսկ օտարալեզու հանցագործները կարողանում են շատ լավ կիրառել թարգմանալ հայերեն տեքստեր ստանալ եւ արժանավաց ձևանալ։ Բացի այդ Հայաստանում, այսպես ասած, երբ որ ռուսական միգրացիան եղավ 22 թվականին այդ միգրանտների հետևից եկան նաև հանցագործներ։ Ներքին գործերի նախարարության տրամադրած տվյալներով երևում է, որ 2020-ից մինչև 2025 թվականը կիբերհանցագործությունների դեպքերը ավելացել են։ Օրինակ 2020-ին արձանագրվել է 209 դեպք, իսկ նախորդ տարի արդեն 812 դեպք։ Գլխավոր դատախազության տրամադրած տվյալներում էլ երևում է համակարգչային հափշտակության դեպքերի ավելացումը։ 2020-ին 206 քրեական վարույթ է նախաձեռնվել, 13 գործ ուղարկվել դատարան, իսկ 2024-ին նախաձեռնվել է 872 վարույթ, դատարան է ուղարկվել 20 գործ։ Լիանա Խաչատուրյան, Ժիրայր Հաբետյան, Հովանես Քյուրքչյան, Գևորգ Զաքարյան եւ Դավիթ Դանիելյան, Կիրակնորյալ լուրեր։